գսեմ ցեզի Աստուծո հրեշտակները նույն ձևով պիտի ուրախանան մեղավորի համար, որ գաբաշխարե։ Անուն Հոր եւ Որդվո եւ Ոգին Սրբո ամեն։ Հիսուս մեր Տերը իր քարոզներուն միշտ խոսած է ժողովրդին հասկանալի ձևով, հասցնելու համար իր վարտաբերությունը, ժողովուրդ, որ գյուղատնտեսությամբ և խաշնարածությամբ կսպասվեր, և ահա Ղուկաս ավետարանիչ իր 15-րդ գլխում մեջ կամփոփե 3 առակներ։ Առաջին և երկրորդ առակները շեշտը կտնեն գործված բամը գտնելու և ուրախանալ այդ գտածին համար։ Ուրախացավ դանդիկինը, երբ որ գտավ իր գործընթաց լուման և իր տրամները եղան 10։ Ուրախացավ հովիվը, որ գտավ իր մոլորյալ ոչխարը և այդպես իր հոդը դարձան հայրույն։ Երրորդ առակը դարբեր է։ Մարդը ուներ 2 որդի։ Ուրախացավ, երբ մոլորյալը գտավ, բայց ինքնին տեսավ մույսը գործընծնելու վտանգի դիմաց։ Տեսավ ընտանիքի բարակտումը փոքրին պահանջով։ Գուցե կզարմանա ընթերցողը հորը կեսվածքին, լռության, որը հավասար էր համաձայնության։ Արդյոք այդ պահանջը կնկատեր ցավալի, բայց կարևոր անցքը, որպեսզի փոքր զավակը վերստին հայտնաբերե որդիական ուրախությունը, թերևս, եւ ադոր համար բարոյազրկվելով անգում արձանագրեց, ստրկացավ, հեռանալով բավենական տունեն եւ հասկացավ, որ երկիրը զինք չի գերագրեր, ինչպես Ադամին ու Գայենին, հասնելով այն աստիճանին, ուր ցանկացավ խոզերու գերը, բայց դվող չկար։ Այս վիճակը ստորացումին գանք դվավ, սկսելով և սկսավ տանտաղ վերադարձը և այն պահին, այն ժամուն, երբ կմտածեր վերադառնալ որպես ծառա, այն ժամուն, երբ հոժար էր, որ վարվեին իր հետ, ոչ որպես որդի, գրքին որդի դարձավ ու ստացավ նախկին փառքը։ Անարակ որդին վերադարձը ցույց տվավ, որ հորը լռությունը հասնվիլ կամ հրաժարիլ չէ, այլ համբերությամբ սպասում որդիին ապաշխարողական վերադարձին։ Երբեք չսավ մտքեն չանցուց, ինչպես մենք կմտածենք, երբ տեսնեմ զինք, գլուխը պիտի չարթեմ, ոսկորները պիտի կոտրեմ, խայտարակը բոլոր փողերս վատնեց, այլ թույլ չտվավ խոսելու, գրկեց, համբուրեց, ուրախացավ և խնջույքի սեղան սարքեց։ Արագը շեշտը տնելով անարագին վրա, մորցնել գուտա մեծ որդին։ Գգետրոնանա հորը վրա, անոր սիրո ընթացքին վրա, իսկ մեծ որդին, որում ընթացքը հեղափոխական և ապստամբ էր, կմնա անոր ընթացքը բաց։ Գործընծուց բամը, որ պիտի չգտնե, ինչ որ դրվեցավ իր եղբորը, ուստի ինք պետք է ապրեր
ճշմարիտ հայրությունը, ան, որ վարվեցավ որպես պաշտոնյա, արագը ամեն ինչը սեր, գպատմե ցկելով, որ ընթերցողը հայտնաբերե իր ճանապարհը դեպի Աստված։ Մարդը երկու զավակ ուներ։ Ընտանեկան լուրեմը մեկնելով Հիսուս գուկա մեզի հասկացնել, ինչպես կներե հայրը, Աստված։ Եթե հարցը դանք որը մասին, անարագին ու մեծին, որը արտարիտերը կխաղա, կհասնին կարևոր հարցումի մա։ Մենք ճիշտ ձևով և ճշմարտապես հասկացած ենք Աստուծո ողորմությունը, հասկացած ենք Աստուծո ներումը և ամեն բանի առաջ մենք ներում խնդրող ենք, մենք ըզնես գիտակցաբար կամ անգիտակցաբար գտասենք արտարներու շարքին և մաքսավորին պես չենք ասել, ողորմե ինձի Աստված իր սրտի խորքեն։ Գիշեք մեղավորը չէ, at մաքսավորը, մտավ եկեղեցի, երեսը չէր պարշասներ, երեսը դեպի կետին, գուրսքին զարներով, ողորմե ինձ Աստված, մեղավոր եմ, ներե ինձի Աստված, այլ մենք կպավարարվենք շուրթերի ձայրով ասել ողորմե Աստված և մեր ուշադրությունը և մեր հոգին և մեր խնդրանքը չենք սևերել ապաշխարության վրա, խոստովանանքի վրա, ինչքան որ թողություն ստանալու վրա։ Այս մարդը վազեց որդիի մոտ, որ վատնեց իր ունեցվածքը, չհանդիմանեց, չպախարակեց, չսկեց, որ խոսի, այլ սավ դղաս գպավե, որ տուն հոս ես, մի մտածեր բացի դոնի մասին, անհավատալի հեղաշրջում, ապաշխարության գերտանք, ինչպես դոնին, այո, դոն է անոր, որ ներվեցան իր մեղքերը, և դոն է անոր, որ ներում շնորհեց, այո, Աստուծո հետ հաշտվիլը միշտ դոն է։ Ղուկաս ավետարանիչը 15-րդ գլուխը պատասխան է փարիսեցիներուն և օրենքի ուսուցիչներուն, նաև իր աշակերտներուն, Հիսուսի աշակերտներուն, թե ինչպես կլա, որ ինք մեղավորները կընդունի, խոսքը Հիսուսի մասին է և անոնց հետ գճաշե, շպես կլա։ Եվ Հիսուս այստեղ այս արագով իր խոսքը գուղ է իր աշակերտներուն գուզեր ասել, թե այն եկեղեցին, որ գուզեր տեսնել, ըլլա աղքատները դիմավորող եկեղեցի։ Ըլլա այն եկեղեցի, որ տրամը գործած է այն արժեքներու համար, որ աստվածահաճո են, որ Աստուծո սիրելի է։ Ըլլա այն եկեղեցին, որ կհիշե, թե կհերանա Աստուծմե և կմորնա աղքատը։ Այո, Աստված եկավ մեղավորներուն համար, ոչ որպես ջզմե և ստրկացնե, այլ որպես բարի հովիվ, գործվածը իր ձեռքերու մեջ արած, իր ուսերուն տրած, դանի իր հայրական տունը, և այնտեղ դոն սարքե, և ուրախությամբ դոնեն երկնային հրեշտակներու հետ ամեն մեկ մեղավորի դարձին համար։ Դեր դուր մեզի գիտակցությունը ապաշխարության, դեր դուր մեզի, որ արտարորեն դիմենք քեզի և ստանանք արտար հատուցումը, դեր մեղավոր ենք, ներե մեզի։